2025 թվականը դարձավ մեր նոր վերելքների տարի։ Վարդգես Վարդանյանի կողմից հիմնադրված ընկերություններում ստեղծվեց շուրջ 1000 նոր աշխատատեղ եւ աշխատակիցների ընդհանուր թիվը հասավ 5200-ի։ Տարվա ընթացքում ներկայացրեցինք մեր արտադրանքը 15 միջազգային ցուցահանդեսներում։ Ընկերություններն արժանացան մի շարք հեղինակավոր մրցանակների, իսկ Վարդգես Վարդանյանը ստացավ Outstanding Contribution to Gaming կոչումը։ Ընկերությունը նաև ընդգրկվեց Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում։ Շարունակեցինք հետևողական մնալ մեր արժեքներին։ Կառուցում ենք Սուրբ Խաչ եկեղեցական համալիրը Սասունիքում։ Ամբողջությամբ ֆինանսավորում ենք Ուշիի 5-րդ դարի վանական համալիրի վերականգնումը, որի աշխատանքներին մասնակցում է նաև Հռոմի Կոլիզեումի արդիականացման նախագծում ներգրավված իտալական Բյուրո Միլան ընկերությունը։ Զուգահեռաբար իրականացվում են Կեչարիսի վանական համալիրի բարեկարգման եւ վերականգնման աշխատանքները, որտեղ պեղումների ընթացքում բացահայտվել են վաղ միջնադարյան եկեղեցի եւ 100-ից ավել տապանաքարեր։ Վայոց ձորի մարզում կառուցվում է եւս մեկ հավատքի տուն՝ Սուրբ Թադեոս եկեղեցին, ինչպես նաեւ նոր գինեգործարան, որը կապահովի նոր աշխատատեղեր սահմանամերձ շրջանում։ Տարին նշանակալի էր նաեւ Նոա ֆուտբոլային ակումբի համար։ Ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը հայտարարեց նոր մարզադաշտի հողատարածքի ձեռքբերման եւ աշխատանքների պաշտոնական մեկնարկի մասին։ Թիմը դարձավ Հայաստանի չեմպիոն, գավաթակիր եւ Հայաստանի պատմության մեջ առաջինը, որը հաղթահարեց եվրոպական մրցաշարի խմբային փուլը, նվաճելով անցումային փլեյ-օֆի ուղեգիր։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի հաղթանակները կերտվում են միասին, աշխատանքով, հավատքով եւ նորարարությամբ։